Տիկին Թանդիլյան, այս հավաքի նպատակը որն է, ինչ բովանդակությամբ նամակ եք փորձում փոխանցել եվրոպացիներին եւ ինչ ակնկալիքներ ունեք եվրոպական համայնքից։ Այս հավաքի նպատակը այն է, որ այսօրվա իշխանությունները որևէ կերպ չարտացոլելով հայ ժողովրդի միտքը, կարծիքը, դժգոհությունը չեն բարձրացնելու բոլոր այն բողոքի ձայնը, որ առկա է մեր հասարակության մեջ, քողարկելու են, կոծկելու են իրական վիճակը եւ այստեղ հավաքված մարդիկ փորձ են կատարում ուշադրություն գրավել իրական իրավիճակին, ժողովրդավարության անկմանը, գերիների առկայությանը, անհայտ կորածների խնդիրներին, բանտերում գտնվող հայ հոգևորականներին, քաղաքական գործիչներին, ճնշված ազատ խոսքը Հայաստանում եւ ակնհայտ է, որ այս իշխանությունները չեն խոսելու այդ մասին եւ ներկայացնում են լրիվ այլ իրավիճակ, որը առկա չէ Հայաստանում։ Եվ նամակը, որ փորձում էինք ձև գտնել, միջոց գտնել հասցնելու եվրոպական առաջնորդներին, արտացելու էր այդ ամբողջ իրականությունը եւ հայ ժողովրդի իրական պահանջը։ Ռուբեն Վարդանյանը աշխարհում շատ հայտնի գործիչ է, բարերար, այն որ նա գտնվում է Բաքվի բանտում, դրա մասին բոլորը տեղյակ են, աշխարհում երևի թե չկա մեկը, որը որ տեղյակ չլինի, հա, քաղաքական գործիչ նկատի ունեմ։ Ինչ ակնկալիք ունեք այսօրվա մեր հյուրերից, եթե այդքան թմկահարվեց եւ այդքան բարձրաձայնվեց Ռուբեն Վարդանյանի Բաքվում գտնվելու հանգամանքը ու որևէ առաջընթաց չկա։ Բանն այն է, որ անհրաժեշտ է եվրոպական առաջնորդները իմանան, որ սրա մասին ոչ ոք չի լռելու եւ հայ ժողովուրդը սրա մասին չի լռելու։ Եվ բնական է, որ նրանց նպատակահարմար է լռության մատնել մարդկանց ճակատագրերը, որպեսզի իրենց համար լրացուցիչ խոչընդոտներ չստեղծի։ Սա ակնհայտ է եւ դա է պատճառը, որ այսօրվա իշխանությունները լռելով այդ մասին հնարավորություն են տալիս եվրոպական առաջնորդներին նույնպես մոռացության մատնել այդ մարդկանց ճակատագրերը։ Եվ տարական բաները, որոնց մասին հաճախ նրանք նույնիսկ տեղեկացված չեն, մենք փորձելու ենք նրանց հասցնել, որովհետև Եվրոպան դա տարածք չի, դա արժեքներ են, դա մարդու իրավունքներ են, դա ժողովրդավարություն է եւ այս մարդիկ իրենց պաշտոնով կոչված են պաշտպանելու այդ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները իրենց ժողովուրդների առջև եւ իրենց ժողովուրդները պիտի իմանան, թե ում են ընտրել, ովքեր որ լռում են իրական խնդիրների մասին եւ աջակից չեն ժողովրդավարական արժեքներին։ Ահա սրա մասին է, որ նաեւ եվրոպացի ժողովուրդը պիտի իմանա վաղը իրենց ձայն տալուց, իրենց ընտրելուց եւ այս առաջնորդները նույնպես անհանգստություն ունենան, որ այս ձևով լռության մատնելով ապօրինություններն ու խայտառակությունը, որ տեղի ունենում Ադրբեջանում, իրենք ունենալու են խնդիր իրենց ժողովուրդների հետ։ Սա է խնդիրը։